ասեցի արդեն, որ այդ համամասնությունից դժգոհում են կարծես թե մարդիկ, ում իշխանության օրոք, ում պատասխանատվության շրջանում ձեռնարկություններ, ռազմավարական բաներ, ինչ-որ ասենք ոնց որ մեր գազի, ասենք, հա, բանը, հայրուս գազը, կամ ոնց որ հեծը, կամ ոնց որ իրանական այդ գազի խողովակը եւ այլն, Հրաստանի ջրի 5-րդ բլոկը ամբողջությամբ 100%-ով տրվել են այլ պետության։ Եվ շատ տարօրինակ այդ մարդկանցից հիմա լսել քննադատություն, որ Հայաստանը մի համատեղ տնտեսական նախագծում պահում է էլի ռազմավարական նշանակության, պահում է 26%-ը։ Հիմա իհարկե ես կարող եմ գայթակղությունը շատ մեծ է մտածել, որ այդ քննադատությունը նրանից է, որ այս դեպքում այս համագործակցությունը մի երրորդ երկրի հետ է, այլ ոչ թե նույն երկրի, որին 100%-ով եւ իզով թոզով նախկինում տրվել են այդ բաները, այդ ձեռնարկությունները։ Բայց գիտեք, ես մի բանում ձեր հետ համաձայն չեմ, որ ասում եք մամուլը լցրել են թրիփի քննադատությամբ եւ այլն, անկեղծ ասած ես այդքան շատ բան չեմ տեսել։ Ես տեսել եմ փորձեր մանիպուլացնելու, բայց այնքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո, ել եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Խղճուկ փորձեր են այդ մանիպուլյացիայի փորձերը։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե ի վերջո ինչ է, ի վերջո դա մեծ միջազգային ուրեմն լոգիստիկ նախագիծ է, շատ էական եւ Հայաստանի համար բարեբեր տնտեսական արդյունքներով։ Վարչապետն է քիչ առաջ ասեց, առաջին հերթին հələ մի հատ քաղաքական շերտ հետ կանգնենք, մեծ տնտեսական նախագիծ է, տնտեսական մեգա նախագիծ։ Եթե ինձ հարցնեք, ես կասեմ թրիփը բարձա ենթակառուցվածքների, կապուղիների նախագիծ է, ունի մի քանի շերտ։ Առաջինը Հայաստանը կապում է աշխարհին, երրորդ երկրներին, այսինքն Ադրբեջանի տարածքով, էդ էլ էր քիչ առաջ, չգիտեմ ինչի եւ ոնց կասկածի տակ դրվում, բայց այո լինելու է դա։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է երրորդ երկրներին, այսինքն կարող է արտահանի եւ ներմուծի։ Եվ իհարկե այստեղ ենթաբան կա, Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին եւս, ասենք օրինակ Նախիջևանի տարածքով կարող ենք հա Երասխից գնալ Մեղրի։ Երկրորդ շերտը աշխարհն է Հայաստանի, երրորդ երկրներն են Հայաստանի տարածքով կապվում երրորդ երկրների, ասենք օրինակ Կենտրոնական Ասիայի երկիրը Եվրոպական միության երկրի հետ Հայաստանի տարածքով եւ երրորդ շերտը այո Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում եւ երրորդ երկրների եւ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում։ Այսինքն սա փոխկապակցվածության մեգա նախագիծ է մեր համար սա ունի ռազմավարական նշանակություն, մենք ակնկալում ենք մեծ տնտեսական օգուտներ։ Այդ օգուտներն էլ ավարտում եմ, այդ օգուտներն էլ նախ սահմանահատման, հա, այդ բանի սահմանված վճարների, հարկերի հավաքագրումն է, որ ուղիղ գնալու է պետբյուջե, որ էլի գրված է իրավական շրջանակներում։ Երկրորդ այդ ընկերության, թրիփ զարգացման ընկերության համապատասխան ուրեմն բաժնեմասի չափով ստացված եկամուտը շահույթը։ Այսինքն մեկը մյուսին չի բան, եւ նա ենք ստանալու եւ նա։